Ասում էր արթուն եղեք, արթուն եղեք, անդադար աղոթք արեք, նույնիսկ այնքան արդեն ուզում էր այդ տեղերը ավելի տպավորիչ բացատրեր, որ ասեց մի հատ կին դատավորին հոգնացնում էր, այնքան էր ասում դատավոր իմ հարցի լուծումը տուր, որ դատավորը Հիսուս Քրիստոս այդ առակը պատում է, ասում է դատավորը արդեն հոգնեց, ինքը իրան ասեց, Աստծուց չեմ վախենում, մարդկանցից էլ չեմ ամաչում, բայց ես կնիկ արդեն հոգնացրեց ինձի, արի կլինի իրան պատասխանեմ, ինչքան առավել ևս ձեր հայրը, որ անդադար ձեր աղոթքները լսում է, դուք պատկերացնում եք Հիսուսը ինչ առակ պատմեց, ինչքան կարևորություն դրեց անդադար աղոթքի մեջ, Սելիս Աստված նույնպես սիրում է, գիտես, են անկոտրում, չհանձնվող, հոգի ունեցող, սիրտ ունեցող մարդկանց, ովքեր որ մեկ խփեցին չստացվեց, երկուս խփեցին չստացվեց, երրորդը խփեցին չստացվեց, կանգնեցին, քրտինքը սրբեցին, ուժերը վերականգնեցին, չորրորդը խփեցին, հինգը խփեցին, վեցը խփեցին, մինչև այնքան ժամանակ, մինչև կհասնեն իրենց նպատակին։ Աստվածաշունչը ասում է, իրանց անձերը չսիրեցին մինչև վաղը չէ մյուս օրը, մինչև չորրորդ անգամ, մինչև որ կողքից ինչ-որ մեկը կասի, դու անհաջողակ ես, մինչև որ կողից մեկը իրան խորհուրդ կտա, որ էլ չստացվեց, տեսար փորձեցիր, չեղավ, մինչև որ ինչ-որ մեկը կգա կասի, այդ քո խելքի բանը չի, Աստվածաշունչը ասում է, մինչև իմա։ Սիրես եկեք պինդ բռնվենք Աստծուց։